Հարգելի քաղաքացիներ, մենք հանդիպեցինք, նորից կարճ քննարկում ունեցանք Քննչական կոմիտեի կիբեռանվտանգության վարչության պետ պարոն Գրիգորյանի հետ։ Այո, ունենք խոստումներ գումարների վերադարձի հետ կապված, սակայն չունենք հստակ ժամկետներ։ Եվ մենք այստեղից չենք գնալու եւ այս պահից սկսած հայտարարում ենք նստացույց, մինչեւ մենք չլսենք ժամկետները։ Այս պահից սկսած մինչեւ աշխատանքային ժամի ավարտը հայտարարում ենք նստացույց եւ նստացույցերը կշարունակվեն, եթե հստակ օր եւ ժամկետ չնշվի։ Շնորհակալություն այսքանը։ Իրենց ասացիք, որ նստացույց եք սկսելու։ Այո, ասացի եւ նստացույցից բացի մենք ելի ունենք գործողություններ, որ եթե մեզ ժամկետ չհնչեցնեն, մենք չենք դադարեցնելու process-ը, քաղաքացիների իրավունքները պետք է վերականգնվի։ Ինչ գործողություններ։ Գումարի վերադարձ։ Չէ, նկատի ունեմ այլ ինչ գործողություններ։ Այլ ինչ գործողություններ մենք ունենք եւ ազգային ժողովում, գործողություններ մենք ունենք նաեւ կառավարությունում։ Ավելի կհստակեցեք, բան կարող Բնականաբար այդ մարմիններից նաեւ պետքա պահանջենք քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը, որովհետև ինչպես հասկանում եմ, միայն ու միայն քննչական կոմիտեն չի կարողանում, այստեղ կարողությունների հարց կա նաև, չի կարողանում հավանաբար ժամկետներ հնչեցնի, ոնց հասկանում եմ, այդ ժամկետները միայն իրենցից կախված չի, բայց դա մեր համար պատճառաբանություն, ընդունելի պատճառաբանություն չի։ Թող իրանք հարցը տանեն ազգային ժողով, թող իրանք հարցը տանեն կառավարություն, եթե իրանք չեն ուզում կամ չեն կարողանում, ապա մենք ուզում ենք եւ կարող ենք։ Դուք մի անգամ եղել եք, չէ՞, ազգային ժողովում։ Այս հարցով ոչ չենք եղել։ Զեղծարարության զոհ քաղաքացիները ազգային Դա դուք հիշում եք, շնորհակալություն ի դեպ, նաև առիթ այդ մասին խոսելու։ Այո, այն քաղաքացիները, ովքեր դարձել էին բանկերում տեղի ունեցած զեղծարարությունների զոհեր, մենք եղել ենք ազգային ժողովում, մենք եղել ենք կառավարությունում, մենք եղել ենք կենտրոնական բանկում, մենք եղել ենք դատախազությունում, մենք եղել ենք քննչական կոմիտեում, մենք եղել ենք հակակոռուպցիոն կոմիտեում, մենք կշարունակեինք լինել պետական բոլոր մարմիններում, բայց քանի որ հարցը լուծվեց այդ քաղաքացիների համար, եղան այդ գումարների վերադարձը եւ վարկային պահանջները քաղաքացիների նկատմամբ դադարեցվեցին, հետեւաբար այստեղ էլ պիտի նույն արդյունքը լինի։ Քաղաքացիների կորցած գումար օտարերկրյա հանցավոր կազմակերպությունների կողմից հարձակումների ենթարկված եւ անպաշտպան մնացած քաղաքացիների իրավունքները պետքա վերականգնվի։ Պետությունը նման դեպքերում ունի պարտականություն, պատերազմի դեպքում նաեւ ունի պարտականություն քաղաքացիներին քաղաքական պաշտպանություն տրամադրելու։ Սա պատերազմի նման բան է, շատ նման։ Օտար երկրներից ինչ որ հանցավոր կազմակերպություններ հարձակվել են մեր քաղաքացիների վրա եւ ունենք արդյունքում եւ արտագաղթ իդեպ տիկին մերին էր 8 միլիոն դրամ կորցնելու դեպքում հուսահատվել եւ ուղակի հեռացավ Հայաստանի Հանրապետությունից, հիմա ինքը արդեն որոշել է ապրել Ռուսաստանում, չնայած մենք աշխատանքներ տանելու ենք նրա հետ վերադարձի հետ կապված եւ էլի ունենք քաղաքացիներ, ովքեր գնացել են Հայաստանից, բայց այս պահին անուններ հնչեցնել չեմ կարող, որովհետեւ չեմ հիշում։ Այսպես քաղաքացիների իրավունքները պետքա վերականգնվի։ Բայց տեսեք, պետությունը ինչ կարող է անել, երբ որ քաղաքացիները հավատում են ոչ իրական կազմակերպությունների եւ անընդհատ երբ որ պահանջում են գումարներ, մեկ 80,000, մեկ 60,000, առանց կասկածների փոխանցում են այդ գումարները։ Կասկածներով են փոխանցում, հավատացեք։ Լավ, թեկուզ կասկածներով, այո։ Քաղաքացիները հայտնվում են ծուղակում, քաղաքացիները դառնում են զեղծարարության զոհ։ Միշտ կարելի է մեղադրել քաղաքացուն, կարելի է մեղադրել քաղաքացուն անգամ այն դեպքում, երբ որ գրպանահատը գրպանից տարել է դրամապանակը։ Քաղաքացուն կարելի է ասել, դուք ինչի այդքան անփույթ գտնվեցիք։ Քաղաքացուն կարելի է ասել, տանը դուռը փակ պահեիր, ուրիշին գող չասեիր, բայց արդյունքում թալանվել է քաղաքացու բնակարանը։ Քաղաքացուն միշտ կարելի է մեղադրել, քաղաքացին խավության նոխած չի, քաղաքացուն
քաղաքացին այս պետության քաղաքացին է եւ պետությունը ունի պարտականություն եւ պետության իմաստն ու նպատակը նրանում է մենք ձևավորել ենք պետություն միայն ու միայն նրա համար որ մենք մեզ պաշտպանված զգանք եւ վայելենք պետական պաշտպանությունը ինչը չենք կարողանում ինչ այս պահարզա բանկերի դեպքում խնդիրը բանկերը լուծեցին Խնդիրը լուծեց կենտրոնական բանկը, քննչական կոմիտեն, ազգային ժողովը, բայց քննչական կոմիտեն ունի նման կարողություններ, լուծումները գնացել էին քննչական կոմիտեից, այդ լուծումները մենք քննարկել էինք քննչական կոմիտեի հետ, այդպես Տեսեք, ասում եք քննչական կոմիտեի գործի քննության տիրույթում չի կարող միայն այս հարցը լուծվել, արդյունավետ չեք համարում ձեր նշած այլ տարբերակների օգնությանը առաջնային դիմել, քան ծայրահեղ նստացույցի քայլին գնալը։ Ոչ, ինչի, որովհետև քննչական կոմիտեն ես գտնում եմ եւ պնդում եմ, որ կարող է քննչական կոմիտեն եթե չի կարող թող ինքը հարցը տանի եւ ազգային ժողով եւ ինքը հարցը տանի կառավարություն ես գտնում եմ կարող է եթե իրանք գտնում են որ միայն քննչական կոմիտեի տիրույթում չի լուծվելու հարցը ապա այդ հարցը թող իրանք տանեն եթե իրանք չկարողանան այո մենք կտանենք այսքան բան մենք այսօր հարցը չլուծվի վաղը եւս նստացույցը շարունակելու եք Վաղը ոչ աշխատանքային օր է, բայց երկու շաբթի օրվանից շարունակելու ենք։ Այսինքն մենք այնքան մինչև գումարները վերադարձվի, այնքան մինչև հստակ օր նշվի, հստակ օր հնչեցվի, հստակ հայտարարություն արվի այդ մասով։ Մենք փորձեցինք երկխոսության ճանապարհով հասնել վերջնական արդյունքների, բայց եթե երկխոսության ճանապարհով չստացվեց, ստիպված ենք գնալ ծայրահեղ գործողությունների։ Ես նաև հարցում ունեի մուտք անելու, ուրեմն մենք էլի վերջի անգամ 100-ից ավել հանցագործությունների մասին հաղորդում էինք տվել, դա եղել էր 2 օր առաջ, 2 օրվա ընթացքում մենք այսօր փաստորեն 18 հանցագործությունների մասին հաղորդում նորից մուտք արեցինք, մենք էլի ենք հիմա հանցագործությունների մասին հաղորդում մուտք անելու եւ մենք պիտի հարցում ուղղենք քննչական կոմիտեի նախագահին այն մասով, որ 2021, 2022, 2023 թվականին եղել են նմանատիպ դեպքեր, որտեղ գումարներ են կորցրել քաղաքացիները, բայց մինչ օրս դեռևս պատասխան չեն ստացել, թե իրանց գործերը ինչ process-ի մեջ է բացահայտվել արդյոք հանցագործը թե չէ, քաղաքացիները գումարների վերադարձի հույս ունենան թե չէ եւ վերջապես քրեադատավարական օրենսգրքի համաձայն դժոխք քաղաքացին իրավունք ունի տեղյակ լինելու process-ների մասին։ Այս մասով մենք ստիպված ենք հարցումներ մուտք անելու, ինչի որովհետեւ մարզային բաժիններում չեն պատասխանում քաղաքացիներին, ինչի որովհետեւ քաղաքացիները մինչ օրս չգիտեն նաև իրենց քրեական գործի համարը, քննիչի անունը եւ բարձրագույն բաներ։ Շնորհակալ եմ։ Ինչ պետք է անի պետությունը, եթե քաղաքացին անհայտ տեղ, անհայտ մարդու, անհայտ որևէ մեկին գումար է տալիս հսկայական, այդտեղ պետությունը ինչ պետք է աներ, որ չի արել։ Ներողություն, ես արդեն ասացի, բայց նորից եմ կրկնում։ Պետքա պետությունը պաշտպանի քաղաքացուն։ Ինչպես պաշտպանի։ Ինչ այդ լուծումները թող իրանք գտնեն, հենց չիմանան մենք կասենք։ Բոլոր դեպքերի մասին պետությունը իմանում է։ Այո, պետությունը իմանում է, բայց արի ու տես ներքին գործերի մի ամբողջ նախարարություն իրազեկում է անում, ասում է զգույշ մնացեք հարգելի քաղաքացիներ, նման զեղծարար հարթակներ կան Հայաստանում։ Ներքին գործերի նախարարությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, սրանք լուրջ կառույցներ են, սրանք հասարակական կազմակերպություններ չեն, սրանք լրագրողներ չեն, ինչ որ իրենց լրագրողի տեղ են դրել։ Լրագրողները, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել իրազեկում, նրանք իրազեկում իրականացնելու համար միայն ու միայն չեն, նրանք ավելի լուրջ գործառույթներ ունեին, թող փակեին այդ զեղծարար հարթակները, թող անօրինական գործունեությունը կանխարգելեին Հայաստանում, թող պաշտպանեին քաղաքացուն, այսքան բան։ Եվ եւս մեկ հարց նստացույցի գաղափարը միայն ձերն էր, թե քննարկել էիք նախապես մասը։ Նստացույցի գաղափարը առհասարակ իմը չի եղել, սա քաղաքացիների առաջարկներն էր, ես ընդունում եմ քաղաքացիների առաջարկը։ Դուք եւս մասնակցելու եք։ Այո, իհարկե ես մասնակցելու եմ։ Շնորհակալություն։